Համեղություն, սիրելիներս, համեղություն։ Դե գնացինք պատրաստելու։ Բարի օր ժողովուրդ ջան, բարի օր իմ սիրելի հետևորդներ։ Ինչ ասեմ, այսօր պատրաստելու եմ վրացական չախոբիլի, բայց իմ տարբերակով։ Վերցնելու եմ այն բաղադրիչները, այն ինչ որ մենք սիրում ենք։ Դուք էլ իմ կարծիքով այդպես եք պատրաստում կերակրատեսակները, որ ինչ որ դուք սիրում եք։ Առաջին հերթին ասեմ ձեզ, ես բդիկները էփում եմ։ Հետո արգանակի ջրով էլ կպատրաստեմ բլղուրի փլավը։ Ժողովուրդ ջան, հիմա ես կտրատել եմ պատրաստել բոլորը։ Ինչ որ պետք է բաղադրիչներ, ինչ որ պետք է վերցնեմ։ Սոխը, պղպեղը, հավը պատրաստ է, խաշեցի, կարմիր պղպեղ, քաղցր, սև պղպեղ, խմելի սումելի, հիմա պատրաստում եմ տոմատի մածուկից սոուս, որպեսզի վրան լցնեմ եւ ունեմ սև հայկական ռեհան, չոր։ Սա հիմնական բաղադրիչներից մեկն է, որ պետք է խառնեմ չորացրած կանաչի, դա ռեհանն է, սիրելի հետևորդներ։ Ինձ մոտ այդպես է, չգիտեմ ձեզ մոտ ինչպես է, ինձ մոտ այդպես է։ Կգրեք սիրելիներս, դուք ինչպես եք պատրաստում։ Ուրիշ անգամ ես էլ կպատրաստեմ ձեր տարբերակով։ Սա իմ տարբերակն է։ Ես ճիշտ է ինքը վրացական ուտեստ է, բայց ես ամեն բաղադրիչը չէ, որ վերցնում եմ վրացական խոհանոցից։ Ես պատրաստում եմ իմ տարբերակով։ Ուրիշները միանգամից կարծեմ տապակում են, հավի միսը միանգամից տապակում են հում, ես վախում եմ ժողովուրդ ջան, ես անպայման միշտ պետք է խաշեմ, որ ապահովվի ընտանիքս, սալմոնելից ու մնացած բաներից հեռու։ Հիմա լցնում եմ սոխը, ժողովուրդ ջան, հիմա լցնում եմ ինչպես միշտ աղ, ես միշտ սոխի վրա առանցին աղ եմ լցնում, շատ համեղ է դարձնում սոխը, տապակվելու ժամանակ։ Լցնելու եմ հիմա մեր պղպեղը։ Լցրեցի պղպեղը, մի թեթևել պղպեղը կտապակեմ, որովհետև հիմա պետք է սոուսի մեջ էլի էփեն, չեմ ուզում որ փափկանա, շատ փափուկ չեմ սիրում։ Հիմա վերցրեցի 2 ճաշի գդալ միայն պղպեղից պատրաստված մածուկ։ Այդ մեկը լոլիկի ու պղպեղի մածուկ էր, հիմա լցնելու եմ սոուսը արդեն, սիրելի հետևորդները, ինչքան որ տապակվեց, դա բավական է։ Հիմա պետք է լցնեմ սոուսը։ Արդեն գցելու եմ համեմունքները, աղը հիմա չեմ գցելու, որովհետև սոխի հետ էլ աղ արեցի։ Հիմա արգանակի հետ էլ աղ ունեմ, աղով եմ բան արել արգանակը։ Հիմա որ արդեն համ տեսեմ, ամենակարևոր բաղադրիչը ռեհանը, չորացրած ռեհանը Հայաստանի հող ու ջրի, ժողովուրդ ջան, մեր հողն ու ջուրը ուրիշ է։ Չմոռանամ ասելու, փոքր հացայով էլ պատրաստել եմ թորնիկներիս համար, որովհետև իրենք այս չեն ուտում։ Ես ուղղակի այսպես հավի փափկամսով, բլղուրով պատրաստել եմ գազարով իրանց համար, եթե հետաքրքրի, ասեք, սիրելիներս, սրա բաղադրիչներն էլ ձեզ կասեմ։ Հիմա գցեմ կարմիր պղպեղ, քաղցր։ Ես սխտոր չեմ գցելու, ժողովուրդ ջան, ցանկացողները թող վերցնեն սխտոր, գցեն սխտոր։ Այսպես մի թեյի գտալ, խմելի սումելի գցեմ, սա բավական է։ Համի համար։ Եվ քիչ սև պղպեղ։ Այսպես կես թեյի գտալ։ Աղը վերջում, ասել եմ վերջում կփորձեմ, նորից ու կցուցադրեմ ձեզ։ Հիմա մի քիչ արգանակի ջրից կլցնեմ վրան։ Հիմա մի քիչ արգանակի ջուր լցրեցի վրան։ ու մի քիչ որ արդեն եռալը
լցվի, հավի բդիկները գտնեմ մեջը։ Հիմա լցնում եմ բլղուրը առանցին, վերցրել եմ մի պուճուրի կտոր, մի 20 գրամ կարակ եմ վերցրել, մի քիչ էլ ձիթապտղի յուղ, յուղի մեջ խառնեմ, հիմա լցնում եմ արգանակի ջուրը, բլղուրի վրա, սիրելի հետևորդներ, հիմա նորից մի քիչ արգանակի ջրից կավելացնեմ սոուսի, այսպես, սիրելի հետևորդներ, սիրելիներս, հիմա ձեզ մոտ կփորձեմ համը, սոուսի, բայց միսը դեռ չեմ փորձի, հետո։ Շատ համեղ է, շատ անմահական համ ունի, համեղ, անում եմ մեր չախոբիլիի վրա լցնեմ թարմը համը և սրանով կավարտեմ, սիրելի հետևորդներ, հիմա պատրաստենք մեր ափսեն, այսպես, ճիշտն ասեք սիրելիներս, մի հատ գնահատեք էլի Ռոզա տատիկի աշխատանքը, տեսեք ինչ գեղեցիկ չախոբիլի է ստացվել, սիրելի ժողովուրդ, հիմա մի քիչ սոուսից կլցնեմ բլղուրի վրա, սկզբից փորձեմ մի քիչ բլղուրը, սոուսի հետ միասին, այսպես, երկուսը միասին, սիրելիներս, բոմբ է, շատ համեղ, իրար համար ստեղծված, ինչ ասեմ ժողովուրդ ջան, ընտիրություն, համեղություն, ասեմ ձեզ, որ չարչարանքը զուր չանցավ, միշտ պատրաստել եմ բրինձով, այսօր պատրաստեցի բլղուրով, այդպես էի որոշել, հիմա մի քիչ էլ մսից կփորձեմ, սիրելիներս, ձեր ներկայությամբ, շատ համեղ, բերանիդ մեջ հալվում է, սիրելի ժողովուրդ, միսը ընտիր եփվել է, համեմունքը, ինչ որ համեմել եմ, առանցին զգում ես, խմելի սումելի, պղպեղը, ամեն ինչը տեղը տեղին, սիրելիներս, մեզ ինչ է մնում, մնում է հետևել, հավանել և տարածել, ու ասեք Ռոզա տատիկին ձեր տարբերակը, սիրելիներս, ես էլ կպատրաստեմ ձեր տարբերակով, սա իմ տարբերակն էր, դուք էլ գրեք ձեր տարբերակը, մյուս անգամ կփորձեմ և կնկարեմ, կասեմ, սա էս ինչ մարդու տարբերակն է, ում տարբերակները, ասենք, որ մի պատրաստելու տարբերակները նույնանման եղավ, այդ ձևի կպատրաստեմ, մնացեք ինձ հետ, սիրում եմ ձեզ, սիրենք իրար, հարազատներ դառնանք իրար, մի մարդու նման,